Սամվել Կարապետյանի։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը վաղը հրապարակային ելույթ կունենա առաջին անգամ 2025-ի հունիսին անազատության մեջ հայտնվելուց հետո։ Սիրելի հայրենակիցներ, վաղը հիշարժան օր է։ 7 ամիս կալանքից հետո, խոսքի իրավունքի սահմանափակումից հետո, Սամվել Կարապետյանը առաջի անգամ հանդես կգա հանրային ուղերձով վաղվա հանրահավաքի մասնակիցների համար։ Ժամը 5-ին, շաբաթ օրը, օպերայի հրապարակում բոլորս կլսենք Սամվել Կարապետյանի ուղերձը եւ դա կբերի փոփոխություն մեր երկրում։ Փոփոխությունները Հայաստանում սկսվում են եւ դրանք առաջնորդում է Սամվել Կարապետյանը։ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվել է, որ Opel-ի բոլոր ուղևորները եղել են նույն ընտանիքի անդամներ, որոնք շտապում էին Աղին նշելու երեխաների պապի 60-ամյակը։ Մեքենայի ղեկին եղել է երեխաների հայրը։ Սարսափելի բախման հետևանքով տեղում մահացել են հայրը, նրա 2 երեխաները, տատը եւ երեխաների մորեղբայրը։ Մյուս մեքենայի BMW-ի վարորդը ողջ է, մահացել է նրա ուղևորը։ Ընդհանուր առմամբ հիվանդանոցը տեղափոխվել 8 հոգի, որոնցից 5-ը երեխաներ են։ Ողջ մնացած 3 երեխաներին եւ մորը փրկելու համար բժիշկները այս պահին պայքարում են։ Տուժած երեխաներին Գյումրիից տեղափոխում են Երևանի մասնագիտացված կլինիկաներ։ Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա ունի գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, կոնքի ու սրունքների կոտրվածքներ։ Նրան Գյումրիից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Էրեբունու բժշկական կենտրոն։ Մյուս վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ներքին օրգանների վնասվածքներով եւ բազմաթիվ կոտրվածքներով։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի խափանման միջոցը չի փոխվի։ Հսկող դատախազը մերժել է նրա պաշտպաններ Արամ Վարդևանյանի եւ Հակոբ Գուրեղյանի ներկայացրած հրատապ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը դիմել էր իրավապահներին, պահանջելով վերանայել կալանքի որոշումը եւ փոխել Մինասյանի խափանման միջոցը։ Միջնորդության մերժման հիմքում ըստ դատախազության ընկած է դրա անհիմն լինելու պատճառաբանությունը։ No nuclear weapons. Ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների ճանապարհով հակամարտությունը դադարեցնելու, իսկ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, թե իրանական բանակը մեծամասամբ ոչնչացված է։ Նրա խոսքով Վաշինգտոնին Իրանի համար պահեստային ծրագիր պետք չէ։ Մեջբերում մենք գրեթե ամեն ինչ ոչնչացրել ենք։ Նրանց մոտ շատ քիչ հրթիռներ են մնացել։ Արտադրական հզորությունը շատ ցածր է։ Մեր բանակը պարզապես հիանալի է կատարել իր առջև դրված պարտականությունը։ Մեջբերման ավարտը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանի հետ լավ գործարքը պետք է ներառի միջուկային զենքի բացակայությունը։ Ոչ մի միջուկային զենք, գիտեք, ես կարծում եմ ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, չնայած մենք երբեք նման այդ չափանիշ չենք ունեցել։ Ոչ մի միջուկային զենք, սա 99% հավանականություն է։ Ի սկզբանե Թրամփի նպատակը եղել է Իրանում ռեժիմի փոփոխությունը կամ, ինչպես ինքն է նշել բազմաթիվ հարցազրույցներում, Խամենեիի ռեժիմի տապալումը։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թրամփը նշել է, թե թույլ չեն տա այն երկար փակ մնա, որքան էլ այժմ վերահսկում է Իրանը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։ Պակիստանի օդային տարածքում իրանական օդանավն ուղեկցել են ռազմաօդային ուժերի կործանիչները։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, Գերագույն խորհրդի քարտուղարն ու Կենտրոնական բանկի նախագահը։ Այցի հիմնական նպատակը ամերիկյան կողմի հետ հնարավոր բանակցությունների անցկացումն է։ Անվտանգության եւ տնտեսական ոլորտի բազմաթիվ փորձագետների ներկայությունը մատնանշում է քննարկվելիք թեմաների խիստ մասնագիտական բնույթը։ Այս նախաձեռնությունը դիվանագիտական զգուշավոր փորձ է, որ իրական արդյունքները դեռևս մշուշոտ են։ Ապրիլի 11-ին նախատեսված են Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է այս գործընթացի հաջողությունն ապահովելու հարցում պաշտոնական Իսլամաբադի լիակատար աջակցության մասին։ Սակայն Պակիստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հրադադարի պահպանման համար անհրաժեշտ է զսպել Իսրայելին։ Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայումս տարբեր կերպ են մեկնաբանում Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման նախնական պայմանավորվածությունները։ ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանը կասկածի տակ է դնում երկխոսության արդյունավետությունը հակասական մոտեցումների պատճառով։ Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև շարունակվող պատերազմը լրջորեն վտանգում է նախատեսված հանդիպման հաջող ընթացքը։
Իրանական պետական լրատվամիջոցը հայտնել է, որ Թեհրանի ճնշմամբ Իսրայելը դադարեցրել է Բեյրութի հրթիռակոծությունը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախքան Իսլամաբադ մեկնելը ներկայացրել է բանակցությունների վերսկսման պաշտոնական նախապայմանները։ Իսլամական Հանրապետությունն առաջնահերթ պահանջում է Լիբանանի տարածքում հաստատել լիակատար հրադադար։ Որպես երկրորդ պարտադիր պայման Ղալիբաֆը մատնանշել է արտասահմանյան բանկերում սառեցված իրանական ֆինանսական ակտիվների ապասառեցումը։ Ըստ պաշտոնական Թեհրանի կողմերի միջև նախկինում ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել։ Այս հայտարարություններով Իրանը փորձում է ուղիղ կապ ստեղծել լիբանանյան ճգնաժամի հանգուցալուծման եւ սեփական տնտեսական շահերի միջև։ חיילי הצבא המוסרי ביותר בעולם. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է դիվանագիտական քայլեր ձեռնարկել Իսպանիայի դեմ։ Նա Մադրիդին մեղադրել է Իսրայելի բանակին զրպարտելու եւ թշնամական պահվածք դրսեւորելու համար։ Որպես առաջին քայլ իսպանացի ներկայացուցիչները հեռացվել են Կիրիաթ Գատի համակարգման կենտրոնից։ Նեթանյահուն ընդգծել է, որ թույլ չի տա որևէ երկրի դիվանագիտական պատերազմ մղել Իսրայելի դեմ, առանց դրա համար գին վճարելու։ לנהל נגדנו מלחמה מדינית. María Jesús Montero aportará su experiencia y su... Լարվածության պատճառն այն է, որ Իսպանիան արգելել է զենքի վաճառքը Իսրայելին եւ փակել իր տարածքը ռազմական բեռների համար։ Բացի այդ, Մադրիդը խստորեն քննադատել է Գազայում եւ Լիբանանում տեղի ունեցող գործողությունները, մատնանշելով խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերը։ En su lugar, quiero comunicarles The Intercept պարբերականը բացահայտել է Իրանի դեմ ռազմական գործողություններում ԱՄՆ զինուժի կրած իրական կորուստների միտումնավոր թաքցման փաստը։ Պենտագոնը պաշտոնական վիճակագրությունից դուրս է թողնում պայթյունից ուղեղի վնասվածքներ կամ հոգեկան խանգարումներ ստացած բազմաթիվ զինծառայողներին։ Կատարի եւ Գերմանիայի ռազմաբազաներից արված արբանյակային լուսանկարները հաստատում են վիրավորների զանգվածային տարհանումների իրական ծավալները։ Ամերիկյան տարբեր նահանգներում հաճախակի դարձած ուղարկավորության արարողությունները նույնպես հերքում են իշխանությունների ներկայացրած նվազեցված թվերը։ Սպիտակ տունը փորձում է խուսափել այս հակամարտությունը Վիետնամի կամ Իրաքի պատերազմների ձախողված փորձերի հետ համեմատելուց։ Տվյալների նման մանիպուլյացիան իրականացվում է միջանկյալ ընտրությունների նախաշեմին հասարակական դժգոհությունը կանխելու համար։ Դոնալդ Թրամփը, ինչպես հաղորդում է Axios-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո հերթական անգամ խիստ քննադատել է դաշնակիցներին։ Սպիտակ տան ղեկավարի դժգոհության առանցքը Իրանի դեմ պատերազմում եվրոպացիների զուսպ դիրքորոշումն ու պաշտպանական ոլորտի թերի ֆինանսավորումն է։ Թեև օրենսդրական արգելքները թույլ չեն տալիս նախագահային միանձնյա լքել կառույցը, նրա կոշտ ռետորաբանությունն արդեն իսկ սասանել է անդամ երկրների վստահությունը։ Որպես պատժիչ քայլ Վաշինգտոնը այժմ դիտարկում է եվրոպական որոշ ռազմաբազաները փակելու եւ զորքերի չհամագործակցող պետություններից դուրս բերելու հնարավորությունը։ Փորձագետները կասկածի տակ են դնում այս մտադրության տրամաբանությունը, քանի որ նման տեղաշարժերը ոչ միայն թանկ են, այլև թուլացնում են հենց ԱՄՆ-ի մարտունակությունը։ Վաշինգտոնի որդեգրած անկայուն քաղաքականությունը ՆԱՏՕ-ն կանգնեցրել է ներքին կազմալուծման եւ տևական ճգնաժամի առաջ։ Թայվանի ինդիմադիր կուսակցության առաջնորդը Պեկինում բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Կողմերը դեմ են արտահայտվել Թայվանի անկախությանը եւ շեշտել հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը։ Ինդիմադիր գործիչը պատրաստակամություն է հայտնել կրճատել կղզու պաշտպանական ծախսերը եւ սահմանափակել ամերիկյան սպառազինության գնումները։ Թայվանի նախագահն այս մոտեցումը որակել է որպես ինքնիշխանությունը վտանգող անիրատեսական պատրանք։ Չնայած խաղաղության մասին հայտարարություններին Պեկինը վերջին շրջանում աննախադեպ ավելացրել է իր ռազմական ներկայությունը Թայվանի նեղուցում։ Բացի այդ, սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ կղզու բնակիչների ճնշող մեծամասնությունն այլևս չի ցանկանում նույնականացվել չինական պետության հետ։ Այսպիսով Պեկինի հանդիպումը ոչ թե լիցքաթափում է իրավիճակը, այլ ավելի է խորացնում Թայվանի ներքաղաքական պառակտումը։